Շատ շուտով Ռուսաստանի պատասխաններից պարզ կդառնա՝ լուրջ են վերաբերվում բանակցություններին եւ ցանկանում են իրական խաղաղության հասնել Ուկրաինայում, թե զուտ ժամանակ են ձգում։ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից հետո հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Ըստ Մարկո Ռուբիոյի, եթե պարզվի, որ Մոսկվան ժամանակ է ձգում, ապա դրանից ելնելով որոշումներ կկայացնեն, քանզի նախագահ Տրամպը մտադիր չէ անվերջ բանակցությունների թակարդն ընկնել։ Եթե պարզվի, որ լուրջ են վերաբերվում, դա հիանալի կլինի, եւ կարող ենք շարժվել դեպի խաղաղություն։ Եթե ոչ, ապա ստիպված կլինենք վերանայել մեր դիրքորոշումը եւ այն, ինչ անում ենք առաջ գնալու համար։ Then we'll have to reevaluate where we stand and what we do moving forward about it. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ասել է, որ Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցում գնդակն այժմ ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է։ Մարկ Ռյուտեն նաև վերահաստատել է, որ Ուկրաինային պետք է աջակցել, որպեսզի կարողանա բանակցել ուժեղ դիրքերից։ Let me reconfirm that they have to be in the strongest possible position. Թույլ տվեք վերահաստատել, որ Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի։ Այդ իսկ պատճառով է, որ դաշինքին անդամ երկրների գումարի խոստումը այդքան կարևոր է։ Թեև դա չի նշանակում, որ այդ գումարը միշտ անմիջապես ծախսվում է։ Եվրոպան շարունակում է ջանքերը Ուկրաինային ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ, այսօր Կիև են ժամանել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան զինվորականները քննարկելու խաղաղության հաստատումից հետո Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայման հարցը։ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիան ավելի վաղ համաձայնել էր, որ եվրոպացի առաջնորդներից գոնե մեկը պետք է շփվի Պուտինի հետ, սակայն Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան դեռ որևէ ազդակ չի ստացել Եվրոպայից, որ պատրաստ են երկխոսության։ Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ առաջիկայում Պուտին-Թրամփ հեռախոսազրույց չի նախատեսում, թեև Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ այս շաբաթ կխոսի Պուտինի հետ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստում խոստացել է Կիևի եւ Բրյուսելի կարծիքը եւս հարցնել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի գնա զիջումների, որոնք կհակասեն Ուկրաինայի եւ Եվրոպայի շահերին։ Այո, նա ընդգծեց, որ անհնար է խոսել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, եւ որ Եվրամիությունը նույնպես պետք է իր համաձայնությունը տա, քանի որ դա տեղի է ունենում Եվրոպայում։ Մինչ այդ նախագահ Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո հայտարարել է, որ 3 քայլ առաջ են գնացել մի շարք կարևոր հարցերի շուրջ, թեև չի նշել, թե կոնկրետ որ հարցերի մասին է խոսքը։ Դմիտրիևը, որը Միացյալ Նահանգներ է մեկնել ռուս-ամերիկյան հարաբերությունների եւ ուկրաինական խնդրի կարգավորման օրակարգով, ասել է, որ բանակցություններում դրական դինամիկա կա, ինչը լավատեսություն է ներշնչում, ապա հավելել, որ ԱՄՆ վարչակազմը կառուցողական է տրամադրված։ Միանգամայն հստակ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ի տարբերություն նախագահ Բայդենի հակված է լուծել խնդիրները։ Նրանք չափազանց հարգալից են, հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս եւ փոխզիջումներ են գտնում։ Դմիտրիևն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է ուկրաինական խնդրի կարգավորման իրական եւ երկարաժամկետ տարբերակներին։ Նաեւ կա ընդհանուր ըմբռնում Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն անհնար է։ Նախագահ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցում մեծ առաջընթաց կա։ Նաև վստահություն է հայտնել, որ թե Զելենսկին, թե Պուտինը պատրաստ են գործարքի։ Թեև օրեր առաջ Պուտինին մեղադրում էր հրադադարի հասնելու հարցում ժամանակ ձգելու համար եւ սպառնում նավթային մաքսատուրքերով։ Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց։ Ռուսական կողմն անօդաչուներով հարվածել է Խարկովին, որտեղ կա 4 զոհ, ավելի քան 30 վիրավոր, ինչպես նաև Կիևին, Դնեպրին եւ Զապորոժիեին կան տուժածներ։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդել է, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են տարբեր շրջանների։